Պարոն նախագահ, միանգամից սկսենք արդեն համագումարում հնչած ձեր ելույթի շեշտադրումներից, իմ մասնավորի մեկ ճշգրտում։ Ասացիք, որ աջակցելու եք ընդդիմադիր ուժերին, ունեք նախապատվություն, կան կոնկրետ ուժեր, թե անխտիր բոլորին։ Ընթացքում կերևա, կարևորն է, որ ինչպես ասեցի, մեր կուսակցականները, մեր համակիրները գրեթե բացառապես բոլորը գնալու են ընտրությունների եւ քվե են տալու ընդդիմադիր ուժերին, թե որ ուժերին ընթացքում կտեսնի։ Պարոն Սարգսյան, իշխանականները ասում են, որ Սերժ Սարգսյանը այսպիսով հնարավոր է իր ձայները տա իր իշխանության ժամանակ աշխատակազմի ղեկավար եղած ՀՀԿ ֆրակցիա եղած Կարեն Կարապետյանի որդու Նարեկ Կարապետյանի ուժին, որը առաջադրվելու է այդ տեղով, ուժեղ Հայաստանին կամ ձեր ժամանակ փոխնախարար եղած ՄԻՊ Արման Թաթոյանին։ Կասեք, բացառվում է իրենցից որևէ մեկին ձայներ տալ, թե ոչ, կստակեցնենք այս հարցը։ Դե ինչպես միշտ իշխանության ներկայացուցիչները այդպիսի ամբողջական պատկերացում ունեն, այդ ձայները իմ գրպանում չէ, էլի որ հանեմ տամ մեկին։ Քարոզարշավի ընթացքում կարծում եմ մերոնք կողմ բնորոշվեն։ Եթե լրացուցիչ հայտարարության անհրաժեշտություն լինի, ես անպայման այդպիսի հայտարարություն կանեմ։ Բայց չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի։ Պարոն Սարգսյան, տեսեք, Պարոն նախագահ, քանի որ դուք ձեր ելույթի ընթացքում հայտարարեցիք, որ ընդդիմությունը պետք է միավորվի եւ հանրապետական ըստեյության չի առաջադրվում, որպեսզի պառակտում չլինի ընդդիմադիր դաշտում, բայց հիմա հստակ չեք հայտարարում, թե կոնկրետ որ ուժին պետք է ընտրի ընդդիմությունը, չեք կարծում, որ այդուհանդերձ հիմա պետք է նաեւ հանրությունը իմանա, թե ընդդիմադիր կոնկրետ որ ուժին պետք է ձայն տալ, որ հետո նաև չմեղադրեն, որ Գյումրի երկու սցենարն է իրականացվում։ Մի քիչ խառը ասեցիք, ես մի քիչ ուրիշ կերպ եմ ասել, բայց նորից եմ կրկնում, դա քարոզարշավի ընթացքում կերևա։ Հիմա գիտեք, երբ որ ասում եք, այսպես կասեն, այնպես կասեն, մարդկանց գործն է։ Մեր հասարակության մեջ միշտ էլ եղել է, որ յուրաքանչյուրը կարծիք հայտնել, մեկը հակադիր կարծիքն հայտնել, նորմալ է այդ ամենը։ Ու ընդդիմությունը միասնական չեն կարծում, որ քարոզարշավի փուլում կլինի, բայց գոնե համոզմունք ունեմ, որ ընտրությունների արդյունքում միասնական կլինեն, նույն կետին կխմբեն, նույն գործողությունները կանեն։ Պարոն Սարգսյան, տեսեք, ամեն անգամ այս վերջի տարիների ընտրությունների միշտ խոսում է, որ պետք է ընդդիմությունը միավորվի մեկ ճակատով, հանդես գա գուցե մեկ ցուցակով, բայց տեսնում ենք, որ ամեն անգամ չի ստացվում, գնալով նորորդ 21 թվականի համեմատ այս տարի ավելի շատ մանր ուժեր կան ընդդիմադիր իրենց համարով։ Ինչու նախ չի ստացվում ընդդիմադիր ուժերի միավորումը, արդյոք իսկապես ներ ընդդիմադիր ամբիցիաներն են, որ թույլ չեն տալիս, եւ ելի այդ պառակտումը զգացվում է, ելի հիմա հակամարտությունը սկսվել ձեր թիմակիցների եւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջեւ, բայց մի փոքր նյուանս կա, ոչ այդքան ուղիղ ձեր, այլ ձեր փեսայի Միքայել Մինասյանի թիմակիցների ու Քոչարյանի միջեւ այդ բանը, այդ պատերազմը նորից վերսկսվել եւ Մինասյանի թիմակիցների այդ հարցակումները նաեւ ձեզ են վերագրում, նախ սրա մասով ինչ կասեք, դուք կապ ունեք իրենց հետ, կապ չունեք եւ ի վերջո ինչու չեք կարողանում լեզու գտնել Քոչարյանի հետ, ամիքը ձեր հետ։ Դեք նախ ես բոլորի հետ կապ ունեմ եւ իմ գործելավոճը մի քիչ ուրիշ է։ Ես որևէ մեկին ոչինչ չեմ պարտադրում։ Իմ գործընկերներին հարցրեք, իրենք կասեն։ Բայց լուր հետևում եք, որը դուք Այո, իհարկե, ոչ միայն հետևում եմ, փորձում եմ մի ուղղությամբ տանել, այնտեղ որտեղ ինձ հաջողվում է, որտեղ չի հաջողվում, չի հաջողվում։ Բայց ասեմ, որ ես երբեք չեմ ասել, որ մի ցուցակով պետք է գնան, ես դա չեմ համարում օգտակար, որտեղ այդպես գնալու պարագայում վստահ եմ, որ ընդդիմադիր ուժերը ավելի քիչ ձայն կտանեն, ավելի քիչ քվե կտանեն, քան երբ որ 2-3 մեր շագարտներով մասնակցեն։ Իսկ եթե տարբեր ուժեր են մասնակցում, ովքեր զրո ամբողջով են սկսելու կամ ավարտելու իրենց արշավը եւ ընտրությունների օրը զրո ամբողջ քանի տասորդական
Գիտեք, երևի փոր ձեռք բերելու համար է։ Զինվորականները, երբ Դա որ չի վնասում, չի վնասի դաշտին։ իհարկե վնասում է, իհարկե վնասում է, իհարկե վնասում է, բայց ինչ անենք, ինչ անենք, Ձեր հետ են կապում այդ մարդկանց։ դե ինձ հետ գիտեք, սկսած օրենքով գողերից, դուրս եկած տարբեր կուսակցությունների, տարբեր մարդկանցով, ում բարևում եմ, ինձ հետ են կապում։ Դե դա էլ իմ ճակատագիրն է, ես դրան դեմ չեմ, ում ուզում են, թող ինձ հետ կապեն։ Բայց համացանցում չեք տեսել այդ ձայնագրությունները եւ այլն տեսագրությունները, թեև այն ժամանակ ես դեռևս Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ եւ ոչ թե Հայաստանի պաշտպանության նախարար։ Իսկ երբ որ զինվորականները նորից եմ ասում, գնում են եւ ստորաբաժանումներ են ստուգում, այն սպաները, ովքեր առաջին անգամ են քննությանը մասնակցում, ասում են պրակտիկա ձեր բերես, получил практику, գնահատական չեն նշանակում։ Այնպես որ մի քիչ ներողամիտ եղեք։ Քոչարյանին էլ եք ընդդիմադիր համարում եւ ձեր թիմակիցներին կհորդորեք։ Ոնց իհարկե, ընդդիմադիր է, բա ինչ է։ Ձայն տանգամ Սամվել Կարապետյանին կամ Իհարկե, ես շատ շատերից ավելի եմ ցանկանում, որ Հայաստան դաշինք ոչ միայն հաղթահարի, այլ հեշտությամբ հաղթահարի։ Դա մեր բոլորիս օգուտն է։ Պարոն նախագահ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ինչ չընտրեք սեպտեմբերին պատերազմ է լինելու, դուք էլ եք եղել երկրի ղեկավար։ Թշնամին այնքան բարեհամբույր է, որ ասում է, որ օրը որ ժամին է Արցախում գործելու։ Գիտեք, նախ ասեմ, որ բոլոր սոցիոլոգիական հարցումները խոսում են այն մասին, որ մեր բնակչության մեծամասնությունը այն հարցին, թե իշխանափոխության պարագայում ավելանում է պատերազմի վտանգը, թե պակասում, մեծ մասը ասում է պակասում է։ Մի ամբողջական մաս էլ ասում է, որ ոչինչ չի կորում։ Այսինքն նրանք, ովքեր ասում են, որ իշխանափոխության պարագայում պատերազմ կլինի, փոքրամասնություն են մեր հասարակության մեջ։ Շանտաժ է դա։ Գիտեք, այս մարդկանց գործելակերպը ինչ վատ բարկա կարող է բնութագրել։ Շանտաժ է, զրպարտություն է, սուտ է։ Ես ասեցի, չէ, այս մարդկանց ամենաուժեղ կողմը ամոթ չունենալն է։ Իսկ եթե մարդ ամոթ չունի, նշանակում է ներքին արգելակներ չունի։ Իսկ եթե ներքին արգելակներ չունի, լեզուն առաջ անում, էլի։ Ինֆորմացիան որտեղից իրեն ուղղակի, որ ասում են հենց սեպտեմբերին։ Իրան։ Դե երևի իրանց գործընկերները ասել են։ Պարոն Սարգսյան, ըստ էության Կամ էլ սեպտեմբերից իրանց ասկու վախեցել է, որտեղ առաջ խոսորան սեպտեմբերին ասել։ Պարոն Սարգսյան, ըստ էության Հանրապետական կուսակցությունը առաջին անգամ է, որ չի մասնակցում ընտրություններին, նախապատասխան։ Այո, առաջին անգամ է, բայց պետք է ասեմ, որ 18 թվականին ես առանձնապես հակված չեմ եղել մասնակցելու ընտրություններին, բայց գործադիր մարմնի անդամները ինձ համոզեցին։ 21 թվականին էլ ես կողմնակից չեմ եղել ընտրություններին մասնակցել, բայց ոչ միայն մեր ուժի, այլ ընդհանրապես ընդդիմադիր ուժերի կողմից մասնակցությանն եմ դեմ եղել, որտեղ ասել են, որ մենք գնալու ենք ընտրությունների, ցավոք սրտի Հայաստանի կառավարիչը հաղթելու է եւ միջազգային հանրությունը շատ տևական ժամանակ մեղադրելու է մեր ամբողջ ժողովրդին։ Ասելու են ձեր ժողովուրդն է ընտրել, ուրեմն գնացեք համակերպեք։ Այնպես որ առաջին անգամ չէ, որ մենք այսպես տատանվում ենք նոր որոշում կայացնում։ Պարոն Սարգսյան, այնուամենայնիվ Հայաստանը 10 տարի ղեկավարած Հանրապետականին ինչու չհաջողվեց 10 տարի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը նկատի։ Հանրապետական կուսակցությունը Ես մեր անկախության առաջին իսկ օրվանից մաս է կազմել իշխանությանը 2000 թվականից ամբողջովին
սատարել է հանրապետության Ես ուղիղ նախագահի նկատի կներեք, ես մի քիչ երևի լավ չձևակերպեցի, հենց ձեր ղեկավարած Այո. ձեր առաջնորդած հանրապետականությունը 10 տարի իշխանություն էր կրում, ինչու չհաջողվեց միավորվել ընդդիմադիր դաշտի, այսպես ասեմ, առաջատար դեմքերի հետ ընդդիմադիրների, խնդրում եմ մի քիչ ավելի մանրամասն ասել, արդյոք այս ամիսների ընթացքում բանակցություններ եղել են ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների առաջնորդների հետ եւ եթե եղել են, պարոն Սարգսյան, վերջո ինչն է խոչընդոտում միավորվելուն ու միասնաբար Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկելու համար։ Այդ ո՞րն է այդ գլխավոր խոչընդոտը, որ չի հաջողվում միավորվել եւ ձեր բանակցությունների մասին, եթե եղել են, խնդրում եմ ասել։ Պաշտոնական բանակցություններ չեն եղել, ներ կողմից մշտապես եղել են հրապարակային առաջարկություններ, դե բայց ինքներդ տեսակ համոզվեցիք, թե օրինակ գործող վարչապետին անվստահության հայտնելու process-ը ինչքան երկարաձգվեց, ինչպես եղավ մինչև հիմա մնում է, բայց կարծում եմ, որ նաև ընդդիմության մի մասն է, այսպես ասեմ, ուշադիր լսել իշխանություններին, համոզվել, որ մեր ժողովուրդը կատեգորիկ դեմ է նախկիններին, առաջին հերթին մեզ, միգուցե դրա համար իրանք խուսափել են գնալ պայքարի։ Կարող է իրենք այլ հաշվարկներ ունեն, կարող է իրենց թվում է, թե ընտրություններում կարող են հաղթել եւ այդ ճանապարհը իրանց համար ավելի նախընտրելի է, որտեղ ամենասահմանադրական եղանակը իհարկե ընտրություններով հաղթելն է, բայց ես կարծիք ունեմ, որ դա ճիշտ ճանապարհ չի, ինչպես իմ զեկույցում ասեցի, իմպիչմենտը որևէ պարագայում չի կարելի հակադրել ընտրություններին։ Եթե նույնիսկ մի շաբաթ առաջ հաջողվի անվստահությունը հայտնել, այդ նշանակում է միևնույն է բոլոր պարագաներում ամսի 7-ին ընտրություններ լինեն։ Եվ այն ժամանակ այդ ընտրությունները կլինեն շատ ավելի արդար եւ գոնե նախընտրական փուլի այս բոլոր զեղծարարությունները չեն ալի ընտրությունների արդյունքի վրա։ Պարոն Սարգսյան, ամեն դեպքում դուք ձեր այս մի հարցն էլ սիրելի գործընկերներ ու կավարտեմ, դուք ձեր ելույթի տեքստում նշեցիք, որ այսպես չկարողանա մեջ բերել, որ դուք ցույց տվեցիք, որ ձեր սեփական ամբիցիաներից հակուսակցությունը վեր է եւ ազգի շահերն է գնահատել ու չի առաջադրվում, իսկ հնարավոր է, որ հանրապետականում իսկապես, որ 10 տարի կառավարման փորձ ունեիք դուք, հաշվարկել եք եւ հասկացել եք, որ եթե մասնակցեք ընտրություններին, ուղղակի նվազագույն շեմնել չեք հաղթահարելու եւ ափսոս է այդ ռեսուրսը դնել ու խոսքով չհաղթելու։ Ոչինչ համարում եք ներողություն, որ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր դաշտը լավագույն միավորող տեխնացուն է, ինչպես ասել էր առաջին նախագահը, գուցե էլի այսպես ուրիշ կարողացա մեջ բերել։ Չէ, նորմալ ես հասկացա ձեզ, ուզում եմ ասել, ոչինչ չի կարելի բացառել եւ մենք երբ որ քննարկում էինք բազում տարբերակներ կային, այո, որ մեզ կարող էին խոչընդոտել, ընդհանուր միջև մարդկանց խափամամիջոց փոխվել, ովքեր ցուցակում կլինեն, ովքեր առաջին շարքերում կլինեն, բայց բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, իսկ ես խոսում եմ այն ուսումնասիրությունների մասին, որը մեզ հնարավորություն տվեց մինչև 21 թվականի ընտրությունները հայտարարել թող ինչքան կվերացնել։ Ես հնարավորություն տվեց կանխատեսելու Գյումրիի եւ Էջմիածնի ընտրությունները, այսինքն հավաստի։ Եվ չեմ սխալվում նախորդ շաբաթ ընտրությունների արդյունքները, այսպես ասեմ, ոնց պրեզենտացիա արվեց մեր կուսակցությունում եւ բոլորը տեսան, թե մենք նախորդ շաբաթ ինչ հնարավորություն ունենք, ինչ ռեյտինգ ունենք եւ դա մեզ թույլ էր տալիս շատ չասենք այն հարցումներն էի կարել եւ բարձր էր ռեյտինգը, օրինակ Ռոբերտ Քոչարյանից բարձր էր։ Չէ, ոչ։
մենք անհատներով չենք ռեյտինգ արել, Հայաստան դաշինքի սատարումը, Հայաստան դաշինքի վարկանիշը մեզնից բարձր է։ Եթե մեր վարկանիշը Հայաստան դաշինքից բարձր լիներ, ես կարծում եմ այն ժամանակ մենք պարտավոր էինք ուղղակի մասնակցել։ Իսկ ինչ վերաբերում է միավորող ուժին, ապա կարծում եմ, որ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը այո, ուժեղ Հայաստանն է եւ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել։ Շատ շնորհակալ եմ։ Դուք ձեր ելույթում հայտարարեցիք, որ ես ունեցել եմ իմ սխալները, ինչպես այս աշխարհում ցանկացած մարդ։ Դուք ձեզ հարց տվել եք, որն է եղել ձեր ամենամեծ սխալը, որի պատճառով ձեզ մերժեցին ու դրանից հետո անգամ Փաշինյանի վերած ավերներից, պատերազմից հետո վերադարձ ձեզ չեղավ։ Պարզա չէ, որ ես միշտ այս 8 տարիների ընթացքում ինքս հարցրել եմ, բայց եկեք պայմանավորվենք, որ հիմա այդ հարցին չպատասխանեմ, ես չեմ բացառում, որ տեսանելի ապագայում, այսինքն իմ հրաժարականի օրը, ես մի հոդված կհրապարակեմ, որտեղ այդ մասին խոսեմ։ Որովհետև այդ հարցն է, որ գրավոր խոսք ասիլում էլի։ Մի անգամ գրես, մտածես, փոխես, դզես, ուղես, որ մնա միշտ։ Շնորհակալ եմ։ Հարության ավետիսն է այս րոպեներ անց լինելու, եկեղեցիներում ջրաքալույցի պատարակն է ավարտվում։ Պետության հարության համար ինչ 3 կարևոր այսպես բաղադրիչ կա, որ այսօր պակասում է, ինչ պետք է անի ընդդիմությունը ձեր այս փորձառու տարիների, որ հերվից նայում եք։ Միջև վերջ պետք է նվիրվի այն սուրբ գործին, որը տանելու է առաջ, որը երկրում իշխանափոխություն է անելու։ Դրանից առավել կարևոր ոչինչ չկա։ Սարգսյան, 1 տարի առաջ Փաշինյանի հրաժարականն է չվերարտադրվելն է սուրբ գործը։ Հա, բա ի՞նչ է։ Ես խնդրում եմ ձեզ։